Երկրորդ օրինակ 29-29 գրված է հայնի բաները մեզ և մեր որդկանց կվերաբերվին, իսկ ծածուկ բաները մեր Տեր Աստծուն։ Ես չեմ անում իմ երկրավոր կյանքը երբ ավարտվելու, բայց մարդկորեն մտածած մոտ է ես ամեն բանի խոշարել եմ, իմ ներսը հանգիստ է, իմ ներսը խաղաղ է։ Իսայի մարգարեն Եզեկիա թագավորին ասեց քո տանը դուր պատվեր, որտեղ մեռնելու ես։ Եզեկիան իր գլուխը շուռ տվեց, դեպի պատը աղոտ կարեց և Տերը իր տարիների վրա ավելացրեց էլի 15 տարի։ Ես չգիտեմ, բայց ես հիմա պատրաստ եմ։ Ես ապաշխարել եմ Տիրոջն եմ դարձել 1968 թվականի մարտի 5-ին, դեպ ասեմ, որ ես իմ վերջին խոսքը ասել եմ անցյալ տարվա փետրվար ամսվա վերջին շաբաթ օրը, երբ Երևանում Ջրվեժի ժողովարանում հավաքված էին Հայաստանի բոլոր սպասավոր եղբայրները, սարգսակները, երեսները, եպիսկոպոսները, ես իմ խոսքը նաև եկեղեցուն ասեցի անցյալ ամսվա վերջին օրը, երեքշաբթի օրը, այսօր ժողովրդության ընդհանուր դեպ եմ ասելու։ Ապաշխարել եմ, Տերը ինձ իրան է դարձրել, Տերը ինձ գտել է 1968 թվականի մարտի 5-ին, այն ժամանակ ես սովորում էի, ժամանակ դեռ ես պատանի էի, Աստված իմ կյանքում հրաշք արեց, վերստին ծնվեցի, իմ կյանքը կտրուկ փոխվեց։ 95 թվականին ամուսնացել եմ և այդ տարիներին Աբովյանում եկեղեցիներ հաստատում։ Քույրիկներ կային, որ ժողով էին գնում Չարենցաղան, Երևան։ Առաջի օրվանից ես եկեղեցում եմ եղել, եկեղեցում եմ ծառայել։ Մինչև հիմա 51 տարի։ 51 տարին այդ շատ երկար տարիներ են, այդ 61 տարի։ Ինչպես սեր նմաններ, ես էլ եմ ենթարկվել նեղությունների, փորձությունների, բայց Տերը պահել է, Տերը պաշտպանել է։ Եվ այն հովական ծառայությունը, որ ես արել եմ, թե այստեղ Աբովյանից դուրս Հայաստանում, դա եղել է Տիրոջ հայտնությամբ։ Ինչպես Պողոս Արաքյալը Եփեսացիներին գրում է, և նա մի քանիսին կարգեց առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, օրհններ ու վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար։ Հիշում եմ, երբ որ դեռ ուսանող էի, բարձր ենք մնում եղբայրներից մեկ ասեց, Սամվել եղբայր, Գերեգնաձորցի Ֆլորա քույրիկը քեզ ուզում է տեսնել։ Երբ որ քույրիկին հանդիպեցի, քույրիկը տեսած տեսիլքի ներգործության տակ էր և Սուրբ Հոգով լցված աղոթք էր անում և ասեց եղբայր, հեսա մի մեծ դաշտ, այդ դաշտում շատ ժողովուրդ, հարյուրներ և Տեր Հիսուսը այնտեղ և դու ծունկի իջած Տեր Հիսուսի ոտքերի առջև արցունքներով էլ իր ոտքերն էի լվացնում։ Իհարկե, իմ համար այդ ժամանակ խրտին էր, այս այդպես եղավ։ 70 թվերի վերջում սկզբում ուկրաինացիները, այդ ժամանակ ուկրաինացի եղբայրներն էին Հայաստանում ծառայություն անում, սարգսակցերն ադրեցին, որից հետո երեց 90 թվերի սկզբում արդեն որպես եպիսկոպոս։ Հանդիպել եմ նեղությունների, փորձությունների և այդ բոլորից
Տերը ինձ բայել է, ինձ պաշտպանել է։ Եվ այո, այսօր ամեն բան սահուն երթալու է մեր ջանիկ եղբոր առաջնորդությամբ, խորհրդի եղբայրների առաջնորդությամբ։ Եկեղեցին շինվելու է, եկեղեցում ավելի լավ է լինելու է համոզված եմ։ Առաջինը, որ Եսուսուն է ասել, սիրելի եղբայրներ և քույրեր, այս ամբյոնից ավետարանը մաքուր պետք է քարոզել։ Տեր Հիսուսը իր քարոզությունը սկսվեց ապաշխարության կոչով, ինչպես Մարկոսի ավետարանում 4-րդ գլխում գրված է. ապաշխարեցեք և ավետարանին հավատացեք, որտեղ Աստծո առկայությունը մոտ է։ Ապաշխարել, սա նշանակում է ետ դառնալ մեղքից, անհավատությունից, Աստծուն մերժումից և խոնարհվել Աստծո առջև, Աստծուն ճանաչելով որպես կյանք, մերժելով այն բաները, որ Աստծո կամքին հակառակ է։ Այն շատ կարևոր է սիրելիներ, որ ապաշխարության հիմքում ընկած լինի հետևյալը, որ մարդը Աստծուն ճանաչի, Աստծուն ունենա իր կյանքում, սա ամենակարևորն է, սա ամենակարևոր բանն է։ Մարդը Աստծուն ճանաչի որպես կյանք, ոչ թե ընդամենը զբաղմունք։ Երբ որ ես սովորում եմ դպրոցում, իմ հետ կային շատ ինձ հասարակիցներ և այդ դպրոցը հատուկ դպրոց էր ֆիզմաթեկումով և բոլորս էլ ունեին երազանքներ, նպատակներ ուսում առնելու, համալսարան ընդունելու, ասպիրանտուրա ավարտելու, գիտության աստիճաններով վեր բարձրանալու, բայց եկավ մի պահ Աստված լուսավորել էր, Աստված իր Սուրբ Հոգով աշխատանքը տանում էր և մեր միջի կարիքը դա էր, եթե Աստված կա, Աստված է արել մարդուն, մարդը ոչ թե պետք է ապրի խելքից դուրս, այլ պետք է Աստծուն ճանաչի, Աստծուն պետք է լինի իր կյանքում և իրան պաշտի։ Եվ դրա համար առաջի Կորինթացիս 8-րդ գլխի 6-րդ խոսքում Պողոս առաքյալը գրում է. բայց մեր համար մեկ Աստված կա Հայրը, որից են ամեն բաները, և մենք նրա համար, և մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները և մենք նրանով։ Մենք ծնվել ենք այս աշխարհին եկել Աստծո համար, և մեր վերջնական փափագը, կարիքը սա պետք է լինի սիրելիներ, որպեսզի իրան լինենք, իրան պաշտենք, որտեղ կյանքը առանց իրա սուտ է, փուչ է։ Այսօր ոմանք ժողովի են գալիս, բայց իրանց հոգևոր կյանքում այդ չկա, ինչի համար, որովհետև իրանք չեն ճանաչում, հələ չեն ճանաչել, որ Աստված է կյանքը, որ Քրիստոսն է կյանքը, առանց Աստծո կյանք չկա, կյանքը Աստծուն ունենալն է, կյանքը Քրիստոսին ունենալն է, և սրա համար Հովհաննեսի առաջի թղթի 20-րդ գլխում լսում ենք և գիտենք, որ Աստծո որդին եկավ և մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք, որ ճշմարիտ ունենք, այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսում, նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։ Նա է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։ Տեր Հիսուս ասում է, ինչպես Հայրը իր անձի մեջ ունի կյանք, այնպես էլ որդուն տվեց, որ իր մեջ ունենա կյանք, որպեսզի որդուն ունենալով հաղորդենք իր կյանքին, ինչպես նույն առաջի Հովհաննու 5-րդ գլխի մեջ ասում է, ով որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձում, ով որ չի հավատում Աստծուն, սրտախոսալ է նրա, որտև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին, և սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ, և այս կյանքը նրա որդու մեջ է, ով որ որդուն ունի, նա կյանք ունի, և ով որ որդուն չունի, կյանքը չունի։
ով որ որդուն ունի, կյանք ունի, ով որ որդուն չունի, կյանք չունի։ Եղբայրները տեղին իջեցրին, Եբրայեցիս թղթի այդ խոսքերը Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Աստված կա եւ որ իրանց խնդրողներին կամ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Այ Աստծուն կյանք ունենալը սա է, որ նա մեր կյանքում լինի, մեր հոգում լինի, որ մեր բոլոր խորհուրդները, որ մեր բոլոր ճամփաները իրանով լինեն։ Եվ սրա համար Տերը մի քանի օրինակներ բերեց, որ Ղուկաս ավետարանի մեջ կարդում, Ղուկաս ավետարանի մեջ 9-րդ գլխի 57 խոսքից եւ եղավ, որ նրանք գնալիս ճանապարհին մի մարդ նրան ասեց. ես քո հետևից կգամ, որտեղ որ գնաս, Տեր։ Հիսուսը նրան ասեց. աղվեսները որ չունեն եւ երկինքի ծրջունները բույներ, բայց մարդու որդին տեղ չունի, որ գլուխը դնե։ Այսինքն խաչի ճամփան նեղությունով է, դժվարությամբ հալածակով է։ Մեկ ուրիշին էլ ասեց. իմ հետևից եք, եւ նա ասեց. Տեր, հրաման տուր, որ գնամ առաջին հայրը թաղեմ։ Հիսուսը նրան ասեց. թող մեռելները իրենց մեռելները թաղեն, իսկ դու գնա Աստծո առկայությունը քարոզել։ Այո, նրանք ովքեր մեղքերի անցակների մեջ մեռած են մեռելներ են։ Մի ուրիշն էլ ասեց. Տեր, քո հետևից կգամ, միայն թե առաջ հրաման տուր, որ իմ տանը բարև մնաս ասեմ։ Հիսուսը նրան ասեց. ոչ ով, որ ձեռքը մաջի վրա է դնում եւ ետին մտիկ անում, հարմար չէ Աստծո առկայության համար։ Ես հիշում եմ, որ երեխա տղայի եւ պապաս եզները լծած մեր արներ վարում, ձեռքը դրված էր գուտանի պոչին մաջին, մեկ էլ հերվից մեկը պապայիս կանչեց. շավարշ, պապաս այդ պահին թեքվեց եւ գուտանը խոպը ագոսից դուրս ելավ, ագոսից ծրվեց, ձեռքը որ մաջին ես դրել, մինչև վրեջ պետք է նայես, որ ուղեղ արես։ Դրա համար Տերը ասաց. մեկը որ ձեռքը մաջին է դնում եւ այդ նայում Աստծո առկայությանը հարմար չի։ Տեր Հիսուսը արագ ասաց, որ Աստծո առկայությունը նման է մի վաճառական մարդու, որ փնտրում էր պատվական մարգարիներ եւ երբ որ մի պատվականը ամենանդիրը գտավ, գնաց իր ամբողջ ունեցվածքը ծախեց եւ այդ մարգարիտ առավ։ Այ սա շատ կարևոր հարց է սիրելիներ։ Ապաշխարության մեջ մարդը առաջինը պետք է Աստծուն փնտրի, Աստծուն ճանաչի, որ Աստվածն իր կյանքում, իր հոգում, իր սրտում առաջի տեղը իրանը լինի, իր խոսքը իրանը լինի։ Եվ դրա համար Պողոս առաքյալը 2 Կորինթացիս 5:14-ում գրում է այդ խոսքերը։ 2 Կորինթացիս 5:14 մեզ ստիպում է Քրիստոսի սերը եւ սա ենք միտք անում, որ եթե մեկ ամենի տեղ մեռավ, ամենքն մեռան եւ ամենքի համար մեռավ, որ կենտանի լինողները ոչ թե իրենց անձերին կենտանի լինեն, այլ նրան, որ իրենց համար մեռավ ու հարություն արավ։ Աստծո սերը, Աստծո շնորհքը մարդուն մղում է, որպեսզի մարդը անմնացորդ Աստծուն հասնվի։ Աստված օրհնեսիներ, մեր բոլորի փապակը կարիքը տենչը դա լինի, որ մեր կյանքում լինի Քրիստոս։ Աստված օրհնի։ Եվ վերջում սիրելի եղբայրներ եւ քույրեր, իհարկե, ասենք այդպես շատ դժվար է։ Այսպես շատ դժվար է, բայց այդպես պետք է հաշտվել։ Ինչու որ ես ինչ-որ մեկին վիշտացրել եմ, իրան նեղացրել եմ, սխալվել եմ ինձ կնել։